Թոնլաբի ծնունդն է մի շաբաթ, 2 տարի եղավ արդեն, 16-17։ Մենք մի պահում խոսացինք իրար հետ, բայց ես ճոգի որ դու շատ խառնես, հետո էլ ծենչանի։ 16-ին ու 17-ին ուրբաթ շաբաթ։ Շաբաթը ահա որ ծանր է։ Ես այդպես է պատկերացրի, ցայգ երեխեքը կուզեին կոլաբներեն էին հետդ։ Բայց իրականում որ երկերը ընտրվի, ապ նույն երկերը ինչ որ կատիլով կնվագեք, երեխեքը արանժեներ է, դու կաս երկես։ Նու իրար հետ երկեք էլի։ Ամսի 16-17, 16-17 Էրգորն է Ռոզենթալ, Ես կարող եմ։ առաջի օրը հայկական ծրագիրն է, ցայգի հետ։ Մյուս ալբոմը հենց կոնցեպտուալ հերթականությամբ պետք է նվագենք էլի այդպես։ Բոլորով միասին։ Դա նոր ալբոմը։ Դա հաջորդը, այս ինչ որ ձայնագրվել է, որոշեցի սինգլներով հերթով բանենք, վիդեոներով, այդպես ալբոմի անգամ բահար խոսանք էլի, ես ինչ որ այս վերջի ժամանակներում այնպես չի ոնց որ շատ բան չեն ընդունում ալբոմային տարբերակը ինչն է պատճառը էլի ինչ որ հետ է գնում այդ բահը ալբոմներով էլ շատ քիչ են մարդիկ ալբոմ անում էլի մենք էլ ենք ալբոմ անում բայց հիմա այդ ոնց որ այդ խնդրի առաջ ենք սինգլներ անենք ամիսը մի հատ սինգլ անենք թե ալբոմ անենք sense մի անգամից ալբոմով լսեն Դե այդ հարցը իշքան վաղ է կա արդեն հա ու ես սաղ չգիտեմ social մեդիաները ընդանուր вообще սաղ ինֆորմացիոն պատոկները մարդկանց ուշադրության սանդղակը խոսքի տևողության ինչքան կրնած են կենտրոնացած մնան չէ ակտուալ հարցեր են խոսքի այսօրվա իրականության մեջ նորմալ մե երկը ավելի հեշտ է պրոմոենել քան եկա ալբոմ էլի բայց եթե ունիս լսարան այդ խնդիրը քեզի չի վերաբերվի եթե դու արդեն ունիս քո լսողները ցենք 10 տարի ավել ակտիվ ես կրնաս հանգիստ քեզի ալբոմ է թույլ տաս Դե բայց մի բան կա էլի սոժե մեր օրերում ժամանակը հա որ արագցել է այսինքն մարդկանց կենցաղի մեջ առօրյայի մեջ տեմպը բարձր է ինֆորմացիայի ուրիշ է ինքը այսինքն սինգլ վերցնել լսե ուրիշ է այդպես մեծ ալբոմ եսին վարես տարբերություն կա զգամ 10 տարի առաջ ու համի ահա որ տարբեր է էդեկն է բաստե էլի ինչ որ սինգլներով ավելի հարմար է որտեվ այդ մեծ ինֆորմացիոն պատոկի մեջ իմ կարծիքովս էլի շատ որ խորանաս օրինակ ալբոմը հրաբարակ ես կա մի հատ cover կա ու իր մեջ տրեկերն են մարդու ուղեղ այդ ասենք դրանից առաջ չգիտեմ տեսել է լավացքի հեղուկի ռեկլամ էլ է գնացել է գործի տաքսի եկած այս ինֆորմացիաների տարբեր բաներ կա էլի պատոկներ կա որտեղ որ իր ուղեղը ֆիքսեք ասենք artwork-ը ու ինչ որ տրեկից հատված ու ինքը ավտոմատ կոնսպեկտեգ է այդ ալբոմը ընդանուր սպես մի հատ ինչ որ սպես կնայ որ դու single կուդաս իրան ավտոմատ սպես առանձին կոնցենտրացիա կուդաս էլի քեզ լսիկ մի հատ համտես է հիշիկ սիկ վсё փագինք անցանք ու մեկը ճոգես կոր լեննագ է էլի հիմնական մասով ոնց որ ալբոմներից մի քանի երգ են տենց էլի տենց է դառնում էլի մի քանի երգ են ընտրում կամ մի երգ ալինում կամ երկու երգ ալինում որ այդ երգերը դառնում են երգեր էլի ասած անընդհատ լսող դե բայց դե քիչ իմ կարծիքովս էական չէ ալբոմը դա սինգլ լսվող երգը լսենք չեն լսվողը չեն լսել էլի հարցը ինչը տեղ կհասնի էլի կրնա ալբոմի մեջ կորի պրոստը Ամեն ալբոմի մեջ պատոկի հագարակ էֆեկտն է այդտեղ ալբոմից էլ է կախված էլի ալբոմ կա երկերի հավաքածու է ալբոմ կա Կերքի պես պետք է կարտաս էլի սկզբից մինչև վերջ։ Ես դիք վինիլ լսելուց էի պահը ճոգել վինիլով լսելու կուլտուրան կամ կասետով լսելու կուլտուրան քեզ ինչ կսեք, սեպեր դիշ այդ կարտրիջը առաջի կծի վրա ու ճոգես որ մատուցել են քեզի որ այս տրեկից հետո սիկ կլսվի հետո բիհանես ֆրցնես ու դու չես կարող կատ փողես տեղել էլի ու դեռ որ կնայես իրականում տրեկերի դասավորվածությունը եւ ընդանուր կոնցեպտի մեջ խոսքի որ պահին պետք է լսեի այդ ստեղծագործությունը կսկսի արդեն կոնկրետ ազդեցություն ունենալ էլի ու իրականում եթե յետքանք ինչից խոսայինք տրեք կա օրինակ դու ալբոմի կոնցեպտի մեջ իրան կոնկրետ կլսես կնգալ ես բայց կերնա իրան առանձին կորի երթա չճոգես էլի դա էֆեկտը էլի որտեղ օրինակ կերնա տրեկից առաջ մի հատ այնպես ֆորտե կորձեր թերազոր հետո իրանք սկսես այդ կոնտրաստի մեջ ուրիշ ծևի ընկալել էլի այդպես կնդրվին սինգլները էլի вообще որ խտացված ինչ որ մեր երկի մեջ ընդանուր
ալբոմի տրամադրությունը, ընդհանուր պատմությունը, ինչ որ ձև մաս-մաս տեղ հասցնես, մինչև արդեն սաղ ալբոմը հասանելի դառնա, էլի։ Այդ պրակտիկան շուտ բանից է եկել իրականում, բայց հիմի ինձ թվա լրիվ ռեֆորմների վախտեր կուկա էլի կամած արդեն, որովհետև իշխոր արտիստիզմը դուրս կմնա այս ամեն ինչից էլի։ Բայց ինձ թվում է որպես արտիստ կհամաձայնեք գուցե, որ արտիստի համար էլ է շատ ավելի ժամանակատար ու էներգատար նստել ու մի հատ ամբողջական կոնցեպցիա մտածել այդ ալբոմի համար, որը չգիտես կստանա իր համապատասխան ռեզոնանսը լսարանի կողմից թե չէ, քան ուղղակի սինգլներ թողարկելը։ Այսինքն ավելի մեծ գաղափարական մոտեցում է պահանջում, ավելի մեծ մշակում է պահանջում, ավելի ժամանակատար աշխատանք է պահանջում։ Դրա համար երկկողմանի է, ես միայն հանդիսատեսին չի, որ կարող է մեղադրել, то есть երկկողմանի մարող իրար հետ զուգահեռ մարող երկու գործընթաց են, կարծում եմ, չգիտեմ, կարող չհամաձայնել։ Ինքնաբուխ է արտիստի մոդ էլի, որ կոնցեպտը իրանով կուկա, երբ որ իր ժամանակն է դուրս գալու, արտիստն է փորձեգը։ Բայց չէ՞ որ իրենք նաև սովորում են այդ տեսակ մտածել։ Երբ որ դու դադարում ես ավելի մեծ ու լայն ու ավելի մեծ կոնցեպտով մտածել, քեզ համար դա արդեն ոնց որ մի հատ սկիլ է, որը դու արդեն սկսում ես կորցնել։ Քիչ չհասկացա ճիշտ։ Չէ՞։ Նկատում եմ ստեղծագործությունից է կախված, էլի։ Օրինակ, հենց հիմի ես գալիք պլանների մեջ ունիմ, հուսամ սաղմվես կտասավորվի, որ մյուս տարի հասնիմ արդեն այդ ալբոմին, որը 2.5 տարի ավել գրվի գը, ու շատ բնական process է, այնքան բաներ կկատարվի ընթացքում, ես նոր մարդ եմ դառել, արդեն ցենք ինչ սկսել էինք ցայնագրել օրինակ այդ ալբոմը, ցիկեն դեպքն է, որ ես չեմ քննարկել, որ դի որպես ալբոմ թողարկվի, էլի, որտեղ ինքը իրոք կոնցեպտուալ է, ինքը պատմություն է, առաջի երկից սկսվի այդ պատմությունը, հերոսը ճամփա կանցնի, վերջի երկով արդեն հանգուցալուծվի գա, էլի, հա։ Ու այդպես ձևով իրոք եթե մեջտեղից մի հատ երգ կոնտեքստից դուրս լսես, կռնա ինքը իր իմաստը լրիվ չփոխանցե, քան որ ալբոմի մեջ էլի։ Հետո այնտեղ մի բան է, ֆիքսեցի մեղադրանք բառը, օգտագործվավ մեղադրանք չէ։ Իրականում աշխարհը փոխվի գա, մարդիկ փոխվին ու նույն ստեղծագործողը ինքը կռնա այդ երևույթը, որ օրինակ այս ֆորմատով կստեղծագործեինք, այս ձևով կմատուցեինք, հա, օրինակ մարդիկ կսկսեն չընդունել։ Դիք ինքը կռնա դառնա նոր ստեղծագործական կայծ էլի, որը դու կօգտագործես այլ ֆորմատներ կսկսես մտածել։ Ինքը այդ էֆեկտն է ունի, էլի, դիք ֆիքսել էի, մի հատ ուզեցա դրան անդրադառնանք, որովհետև շատ կարևոր փաստ է, էլի։ Ու իրականում մեր օրերում շատ թարմացվի հենց այդ ֆրոնտը, թե օրինակ գնայես դու մի հատ բան կսարքես, մեկը ճոգես այս տեմպի մեջ դիք չընդունվավ կամ խոսքի մեկը կհասկանաս որ արդյոք կան էներգիա արժե տնել իր վրա, որովհետև դու երբ որ ճիշտ է ստեղծագործական աշխատանքում դու կարող ես կդրվիս այս իրականությունից եւ այլն, բայց մենք դիմիշտ հիշենք որ ցենք հենց կաբրինք այս մատերիալի աշխարհի վրա էլի, բացի այդ մտավոր եւ ստեղծագործական տեզերական աշխարհներից, ու դի ամենահետաքրքիր մասն է, էլի, հենց ստեղծագործության եւ իր պրոդուկտիվության, որտեղ երբ որ երկու բանը իրար կգտնի, բալանսի կուկանք, ինքը դեռ ամենահետաքրքիր պահը կդառնա, էլի, երբ որ ստեղծագործությունը կսկսե դառնալ արդեն պրոդուկտ ինքն իրանով կաբրի, իր մեջ կսկսե ֆինանսի ֆրոնտը ֆռալ։ Նո, շամ։ Ինձ թվում է դա ժամանակին ոնց որ վինիլ թողարկելու համար պարտադիր էր կոնցեպտ ունենալ, այսինքն որ երգերը իրար հաջորդելը հատուկ է ձևաչափը հիմա բացարձակ չկա այդ խնդիրը։ Այսինքն հիմա մարդը ազատ է իր ալբոմը ոնց ուզի տես թողարկի։ Դե տեխնոլոգիաներն են փոխվել, հա։ Տեխնոլոգիան ինչ որ բան կփոխի իրականության մեջ, էլի։ Հաստատ այդ ֆիզիկան ու այդ ձևաչափը ինքնին թելադրում է վիճակը, էլի։ Դե ես մտածեմ, իրականում երբ որ ասենք դուք ցայնագրվիս այդ մոմենտին լենթը ֆռագը հաստատ հոգեբանությունը դու ուրիշ է կան երբ որ դու ասենք ռեկ ստոպ լավ էս թեյքը չեղավ էսը կենենք մեկ այնտեղ էսել ինտերացիա ֆայլը կերվի ասենք հոգեբանությունները հաստատ տարբեր է էլի ու դիք հաստատ կազդե նույն ֆոտոյի ասպարեզում է որ այս ասենք լենտի էֆեկտը ուրիշ է ասենք դու լենտով նկարելու չես տեսնի քանակ կա եւ այլն բայց հեռախոսներով 2 գիգաբայթ նկարես կա հետո դուրս 2.5-ը չնջես կա
բայց մեկը նշի որ լենթով նկարածով չես կարելի ապուր բաներ նկարել։ Դե չէ, ամեն Ոնց որ վերջը մնալու է միտքը, ամենակարևոր բանը դառնալու է միտքը։ Նույնիսկ կարա հիմա հայտնվելու են հաստատ արդեն հայտնվել են երաժիշտներ, ովքեր ընդհանրապես գործիքի չեն գտնում, բայց ֆանտաստիկ մտքեր ունեն արտահայտելու, չգիտեմ, նույն AI-ին, բացատրեն այնքան sense հասանելի, որ այդ AI-ը տա մի հատ բան, որ իրանք 100 տարի էլ մի տեղ նստեն նվագեն, տես չեն կարող նվագեն։ Ոնց որ ինքը ստանում է։ Ոստեղ գալիս է արդեն այդ գաղափարը մտքի թռիչքը, թե որ ինչքան հեռու ինքը կարա գնա։ Իրականում մենք խոսանք կոնցեպցիայից։ Թե ինչ է տանենք ու ոնցով ինչ կարելի է ստանալ։ Դա երևույթի բացառիկությունն է, երբ որ դու լենտի հետ կաշխատես, ինքը լիմիտիդ է, ու դիք այդ պահն է, որտեղ որ դու ինչ ռեզուլտատ տվիր, ինչ ռոմանտիկ ինքը հadoop բան է, ճոգես կա։ Դոր համար մի երբ որ դու unlimited take-երի հնարավորություն ունես, սա շատ մաքուր, polished ու պես կրիստալնի կհնչե, չէ՞, ինչը այսօր սա ասենք որ համեմատես, ասենք այդ բնականությունը մեկ չեմ կորիգը։ Ոչ, մտիկ շատ լավ գիտենք էլի սա ասած գրիդային հավասար ծրած, որ սա չոտքի թյուներա, դիքը իր հետաքրքրությունը ունի։ Որը բերել է տեխնոլոգիան, եթե չեղնիր է տեխնոլոգիան, այդ գույնը տեսակը չէր կա։ Հիմա կոնկրետ շատ sense խորանալու տեղեր կա, որովհետև ինչքան գնում է, այնքան սաունդները փոխվում են, տեխնիկաները փոխվում է, ասենք նույն այդ դինամիկները ժամանակին, որ մի քիչ կարող ասած վատ են հնչել, խոսքի անորակ են եղել, հիմա նենց որակի դինամիկներ են, որ ինքը ուզում է այդ մաքրությունը։ Այսինքն ինքը այնքան sense ճիշտ է հնչում, որ ինքը ավտոմատ ուզում է այդ մաքրությունը։ Դե գործեր չդեմաչի հիշեցի Beatles-ի 60-ականների համերգներից, խոսքի ստադիոնի համերգ է 60000 հոգի մարդ է ու բեմի վրա մոնիտոր չկա դաժե, էլի խոսքի 100 վատանի կոմբիներով գոռանց են։ Հեշմարտ հեշման չի լսել, բայց սա շատ ուրախ են որ իրանք ընդեղ են, էլի։ Դե որ չես լսում Ինչ որ բայ դաժե թարգել են արդեն ռեալ նվագել, պրոստը ինչ որ այսպես բաներ են։ Ժամանակներում հետաքրքիր էր զուտ այդ փետը վրան ինչ որ լարեր ու տես ձենա հանում։ Բայց դե հետաքրքիր մոմենտ է, վերջերս մի հատ պրոդյուսերի պես ինտերվյուից մի հատ հատված կնայի, որ հենց այս թեմայով խոսալով ինչ-որ զուգահեռ կտանի, թե ինչքան նույնիսկ 60-ականներից տասնամյակներով вообще այսպես երաժշտական մշակութային դեմք է, էլի, որ սկսես 60-ականներ ինչ որ բան կպատկերացնես, չէ՞, խոսքի մտքից Beatles եկա 70-ականներ, 80-ականներ դիսկո արդեն բան ունեղ ասենք 90-ականներին grunge-ն է կամ չգիտեմ MTV բան, պես 2000-ականներ կհասնի, պես ինչ որ Shakira կնշмарվի, ասենք պատկերով ու դորից էսկոպ շատ բան չի փոխվի։ Ուղղակի կա մի 25 ենք։ Դե հիմա կոնկրետ էլեկտրոնային շատ ավելի որ ժանրային առումով, բազմազանության առումով, հա ինչ որ պահի պես սա ժանրերը խառնվան իրար, հենց ռեգին ու heavy metal-ը կրնաս խառնես իրար, ֆոլքն ու էլեկտրոնիկը խառնես իրար, բան։ Շատ բազմազան տեղ ենք եկե հասել։ Այս 2000-ից ասեն սկսվեց այդ խառնաշտումը, էլի, որ ինչի հետ խառնես, ինչ որ բան լինի անես։ ու դոր կգումարես AI, մի հատ կաշա է, նոր պատոկ է։ Ժամանակա պետք անցնի, որպեսզի զտվի ու հասկանաս, թե որոնք են մնում, որ արտիստներն են առանձնանում։ Ուղղակի կարծում նաև ժամանակա պետք։ Որպեսզի հետը հայաց նայես ու հասկանաս, թե ինչ արտիստներ թողեցին իրենց հետքը պատմության մեջ։ Հա։ Բայց գնալով էլ է բարթան այդ ինչ որ հետք թողնելը, որովհետև հիմա կարող է ենթադրենք մեր իրականությունից խոսանք էլի Հայաստանի ինչ որ մի հատ արտիստ է, որ իր արածը այնպիսի մի բան է, որ 250,000 հետևորդ ունի, ենթադրենք Instagram-ում, բայց ասենք նայում ես իր արածը այնպես պատմության մեջ չի կարող, չգիտեմ, ասենք ինչ պետք է լինի, որ տենց մնա այդ ամեն ինչը, որովհետև նույնիսկ իրենց երգերը որ լսում ես, տենց ամսվա կյանք չունեն, էլի,
մի ամիս հետո իրանք նույն երկից նույն ձև միատել են թողում, որ այդ վիճակը մնա, բայց ինչ բառեր է փոխել դա։ Դա միշտ է եղել։ Միշտ ես որպես դասական երաժիշտ կարող եմ ասել, որ նույն Բախի պարագայում, Յոհան Սեբաստիան Բախի դեպքում ինքը մնաց պատմության մեջ, բայց իր որդիները իր ժամանակ շատ ավելի լայն մասսայականություն են վայելել, շատ ավելի լավ պայմաններում են ապրել սոցիալական, այսինքն շատ ավելի մեծ եկամուտներ են ունեցել ու իրենք չթողեցին միևնույն պատմության մեջ այդ հետքը։ Ժամանակին այդ ընթացքում ապրող մարդիկ չէին կարող պատկերացնել, որ հենց Յոհան Սեբաստիանը պիտի մնա։ Հենց որ դա միշտ է եղել, միշտ։ Ես ինչքան ուսումնասիրում եմ, հասկանում որ բոլոր ժամանակներում նեղ մասա որոշել է պատմության մեջ ովքեր մնացին, որովհետև ժողովրդին որ հարցնենք, պատմության մեջ կմնա մարդ, որին կարելի է հրապարակային գնդակահարել։ Այո։ Չգիտեմ։ Բայց ինչ որ նեղ մարդ սսկրողներն ա որ անընդհատ խոսում է այդ պատմության մեջ մնալու, որակ տալու, արժեք ստեղծելու ու տենց պահելու այդ ամեն ինչը։ Բայց փաստն է ժողովուրդը կորոշի, ինքն է սպառողը, չէ՞։ Հա, այդ է։ Ինքը լսեգա, ինը ճոգեգոր հենց լսեցին ամսիցը հավեսները փախավ, կանի մի հատ է տանք։ Դա կարճ Կան մի հատ է տանք, հա, բայց սիստեմը դպես կաշխատի։ Ինչքան երկար լսեցին, այդքան պատմության մեջ կմնա, էլի ինչ որ։ Հա։ Ու դի կախված է որ ժողովուրդն են, որ տարածքի տասնամյակներով որ լսեն, դի կեղնի որ մարդը տասնամյակներ շարունակ մնաց պատմության մեջ։ 100 տարի հետո մոռացան է դեր իր ժամանակը։ Ու մենք հեչ չգիտենք, էլ ասենք մի ինչ օրինաչափություններով կզարկանա սա։ Մի քիչ փոխվել է այդ պատմության մեջ մնալու ինձ թվում է ժամանակահատվածը, որովհետև գնալով ինչ որ շատ է կարճանում։ Եթե այն ժամանակ sense դեմքեր կային որ հաստատ գիտեր որ sense պատմության մեջ իրանք sense արդի մնալու են մի 100 տարի, հիմա sense շատ է sense քչան։ Ես իմ ինձ թվա ստեղծագործողը ստեղծագործելու չի մտածել, էլի, ես ինչքան դիմանամ պատմության մեջ։ Հա, Ադի գիրոք ժամանակը ցույց կտա։ Երևի այստեղ հարցը այն է, թե ինչքանով ակտուալ խնդիր կլուծվի, էլի, ստեղծագործությունով կամ ինչ միտում ունի ստեղծագործությունը առհասարակ, էլի։ Ինչքանով է ունիկալ։ Հա, ասենք եթե այսօր ստեղծագործությունը ռեալ կհասնի մարդկանց ու ինչ որ բան կփոխի, ինքը արդեն մնաց պատմության մեջ։ Կրնա ադի չկրվի, ընդհանրապես մի հոգու փոխի եւ ինքը իր ֆունկցիան կատարել։ Հաստատ, կարա 10000 հոգի լսի, բայց մի հոգու կյանքում ինքը դեր խաղա։ Ու լուրջ դեր խաղա։ Այլ իրականում այդ ստեղծագործությունը հենց այդ մի հոգու համար է, ում որ էդի ամենաշատն է պետք։ Այդ ստեղծագործողը հենց այդ ում որ պետքա իր համար է հանում, էլի։ Իր համար չի հանում, ինքը արդեն իր ներսում ունի, ինքը կարա չհանի էլ։ Այն վերջի երկը ինչ որ իմ համար հանած է, սևադը մի հատ ռիլեր գցե։ Նոր օրին։ Ահա։ Ես ես վերջերս շատ եմ խորհրդում։ Դու ես ցայնագրե Հայկը։ Չէ, սևադես վերջի շրջաններում սախ ինքը իր դաշնամուրի ռևերներից ընձի թված որ քո մալը դել է խառը։ Չէ, վերջերս սկսել եմ ախպերը անել այդ բանը։ Շատ լավ, շատ լավ։ Այո, օրինակ հետաքրքիր պատմություն եմ կա։ Սևադը այդպես երաժիշտ է, էլի։ Իմ դեպքում պատմությունը քիչ ուրիշ է, ես մինչև 15 թիվը, 15-16 թիվը, այդպես ինչ որ լարի ուրիշ տեղեր էի, ծառայարավորում ինժեներիա եւ այլն եւ այլն։ Մեր օրերում մեկ է կհասկանաս որ երաժշտությունով զբաղվելուց դու մեկ է քեզի կբռնացնես այն փաստի վրա, դու էլի երաժշտությունով կզբաղվես, բայց օր էլի կոմպի թեմն ես։ Որտեղ փոխվել է տեխնոլոգիաները։ Բայց նաեւ կճոգեի որ խոսքիս ենք օգտագործելուց այդ գործիքները, ինձ այդ հին փորձը շատ կօգնի։ Ինչ կապ ունի այստեղ իմ պատմությունս ու Սևադը եւ երկուսս։ Սևադես վերջի տարիները նոր սկսեց կոմպով պես մտնել, մեկ է ճոգես ախպեր, սմարթում ու աշխարհընկալումը լարի ուրիշ ձև է, կողքից պես որպես իմ ընկերս, որպես ախպերս, պես նայեմ ինչ կեն, այստեղ են ունի դիգե դա ամեն ինչը հետաքրքիր էր, նոր գիտար է, նվագենք, երկենք, կտից հետո եկել է մի ան բան, որ
ախպերսոր driver ու դիսկ կելին ես plugin ու դիսկ դիգնում եք ճոգես սպես էվադը մազերը սպես եղած կոմպյուտերը նստած ու մեկ եք ճոգես որ ինչ որ բախ ու կա որ տեխնիկականը այնքան կկաշվեսնի այս մարդուն թողագի էլի կանցնի մի հատ գիտարով հագարակ ֆրոնտը կնայես մեկ եք ճոգես որ Կոմոտե ուրիշ պատկեր է ստացվել։ Այնքան պլագին ես հավկել գլխիդ նվագելու, չիդես որով բդի նվագես, ընկերես լրիվ ուրիշ տեղեր մոմենտի տակ էլի կոմպը փագես, կերլինս կերտած դաշնամուրի դեմը կնստի, չիդեմ ինչեր կենես։ Ոմշում շատ հետաքրքիր ինչ ճամփեք կանցնինք էլի։ Մեկ զանգում եմ հայկին։ Ասում եմ ախպեր։ Այս խաշմերուկում ասում եմ, չգիտեմ հիմա աշպետի գնամ ես կոմպի մեջ դե ձակ։ Որովհետև իրականում բարդ աշխարհի մեջ ես խորանում, ամեն օր sense ուսումնասիրության կարիք ունեցող աշխարհը, որտեղ որ միշտ տեխնիկան չի հերիքում։ Այսինքն դու միշտ տեխնիկայի sense պակասում ես այդտեղ։ Ինչքան էլ որ ինչ ուզում լինի, sense անընդհատ չգիտեմ, կոմպն է տաքանում, ինչ որ տեխնիկան միշտ չի ձգում, որովհետև միտքդ գնում է առաջ, տեխնիկան մնում է ետ կամ անհասանել, քանի որ Հայաստանում դրա հետ միանշանակ համաձայն եմ, որ միշտ միտքը շատ ավելի առաջ է գնում ու տեղը իրականում լավ process է, պիտի միշտ միտքդ գնա, կապ չունի տեխնիկան ինչ ուզում է դառնա, մեկը վերջում բոլորս էլ գնալու ենք նստենք այդ ոչ էլեկտրոնային ինչ-որ մի հատ գործիքի վրա, մի հատ այդ լավ ենք այդ դրանով ապրենք էլի։ Իրականում մեր մոտ ինչքան էլ այդ տոկերին միացնենք մեզ, չգիտեմ, հատուկ ինչ-որ տեխնիկաներ միացնենք, ինչ էլ անենք, վերջում մենք այդ հանգստությունը գտնում ենք այդ բնական այդ տատանման մեջ, այդ լարի կամ դաշնամուրի կամ գիտարի, որովհետև այդ տեղից էլի սա սկսվում։ Հետո նոր արդեն մտքիդ մեջ գեներացնում ես, թե ոնց ինքը կարա դառնա թվային էլի արդեն։ Բայց այդ աշխարհ մտնելը սենց շատ հետաքրքիր է, որովհետև ես կիլոմետրով հեռու եմ ամեն ինչից։ Մենք մի ժամանակ որ խուստուփ էինք, կոնկրետ սենց վայրի կյանք էինք էլի, ապրում սենց որ ամեն ինչից ձեն էինք անում։ Որտե ամենալավ շրջաններից մեկն էր։ Հայկանում այդ սեզոնին շատ լավ շատ ու հետաքրքիրն է որ այս 3 ենք պես բազովի մնացողներ։ Չգիտեմ ոնց որ հատուկ ինչ-որ կանչած լինեք սենց երանելի վախեր էին, բայց սկագանից ենք հարավոտ ծևած ենք կանաչի ու սունկ կհավաքենք, ծևածը կսարքենք, բախել ինչ որ միկրոֆոնները կառնենք, կելինք, հաշտերը ծեներ հավաքելու։ Սպես է եղել, դե ես մի ժամանակը մտեղ սարերում կաբրեի ինգերոջս հետ, ինգերս էլ ընդեղ է։ Եկավ COVID-ի շրջանները, այդ շրջանում դե մարդիկ անընդհատ տունը փակված եւ այլն չի կարելի դուրս գալ ու պես ստացա որ ստեղեկը սկսին գալ ոչ մենակ տեղեկը մեր մյուս ընկերները ու դե որ մենք կաբրեինք այդ տարածքը նաեւ ծառայել որպես մեզի ստեղծագործական տարածք մեր ստուդիան էր երկրորդ հարգը երաժշտական մասով առաջի հարգը ավելի մուլտիմեդիայի եւ այլն Տենզից երբ ու դարու երաժիշտներ շատ տարածքում կան, տեղեկատվից ֆեշերով կային։ Ամեն ինչ այդպես գիտարներ, պեդալներ եւ այլն, սեվադը միկրոֆոններ, էլի գիտարներ, այդպես սարքվել էր երկրորդ հարգը լրիվ ստուդիա։ Հայաստանի ամենասիրուն կեդում։ Շատ ուժեղ էր։ Որտեղ հեշտ բան չկար խանգարող, էլի, որոնց պետք էր զարթնել, նայել սարին, մենակ sense գոյության կռիվներ, էլի, առավոտ մինչև ժամը 6-ը հայտ հավաքել ձյուններից բան, ինչ տաքության հարցերը լուծելն էր, այսինքն sense կենցաղային հարցերը լուծվում էր, ինչը որ կարող խանգարել էլի ընթացքում։ Ու գալիս էր մի հատ ժամ, որ այդ ժամից սկսած sense մեր օդը sense երաժշտությունով էր լցվում, էլի, ամեն մեկը մի հատ գործիք հետո ով գալիս էր ինչ որ արդեն sense տրամադրված էր, որովհետև ինչ որ երաժշտական բան է տեղի ունենում, որին կարելի է մասնակցել։ Ու տաղանդ ունի չունի բան, իր տաղանդը գտնում արտահայտվում էր։ Ու հետաքրքիրն է որ խոսացինք, հասկացա որ թեման գնաց էլի մի քանի թեմա առաջ։ Օրինակ այդ օրերը որ մենք հավաքվել ենք այդ տարածքում, ինչքան մի ամիսը այնտեղ էինք, չէ՞ համարյա։ Ամիսը գարուն, ամիսը համար ես եմ եղել։ Ամենակիչը մի ամիսը այնպես ֆիքսել եմ որ իհարկե ենք ամենահաստատ ա եղել։ Ես սեզոն համ այդ կան կեղնի։ Այդ ընթացքում մենք համարյա հասցրել էինք այդ մի
արխիվները քանդեմ, ալբոմը մատերիալ է ցայնագրվել, ասենք էլ որ մեր 70% վիճակում, բայց որ մի հարցն եք ինչի ռիլիզ չեք ենե, դիք չի հրաբարակվի, հեչ մեկս հստակ պատասխան չենք կրնալ, բայց բարձր է, որտեղ պետք է արդեն դառնա առանձին պրոյեկտ, դիք հասկանանք ով է թարգետը, ինչ պետք է անի, դիք ինչ պրոյեկտ է, մեկը ճոգես կոր, դիք պես կնաս մնաս մեր իշխանոր մնացել է երևի։ Մյուս անգամ որ հավաքվենք, հուսով եմ արդեն արած կլինեք։ Ես ուտքան հույսով չեմ գիտեմ։ Ինչ այս անգամ ինչ վիրուս պետք է։ Հա, ճիշտ է, մեզ իմ վիրուս եմ, ինչ կարգի վիրուս է հիմա լինելու, որտեղ հավաքվենք նոր պրոյեկտ COVID-26-ը։ Ասես նենց մի հատ վիրուս պիտի լինի, որ ասեն վերջնական իզոլացվեք, ինչ որ գնացեք, ով ինչքան հեռու այնքան լավ։ Տենց կարող է ինչ որ բան լինի։ Ֆանտաստիկ շրջան էր, ես նոր կհիշեմ, այդ կարճ ժամանակում այնքան ապրումներ են եղել ու այնքան այդ ստեղծագործական ոգին ուժեղ է եղել, որ ես ռեալ սնուցվել եմ դորից տարիներ շարունակ, էլի որ մտքեր որ հղացել են այնտեղ, ես սկսել եմ կամաց իրականացնել, ուսենք մինչև հիմի բաներ կա, որպես տարանի մեջ հավաքված, ասենք նոր բդի ցայնագրվին, ուսենք մտքեր, որոնք Ինչ-որ այդ պահին բուն երաժշտություն չեն դարել, բայց հասկացել եմ ինչի մասին է, ուղղություն եմ տեսել այնտեղ էլի, դիգնձի համար շատ կարևոր էտապ էր, որ ես այդ սա գլոբալ ու լոկալ քաոսի մեջ ես այնտեղ սպես մի հատ վեկտոր կդա անձի համար։ Շատ ուղղորդում, օգնում, տոլորիտ այնտեղ։ Միջավայրը։ Ինչ որ մի հատ ազատ օդ կար, տարածություն այդ տեղում։ Սենց որ գիտես ինչ չէր վախենում գոռալուց ուժը։ Դուրը բացել մի հատ գոռայիր, սենց այդ արձագանքը լսեիր։ Աղմուկը հագանիշ ունի, լռությունը չէ էլի։ Ես նոր կուզեի ձևակերպեի, որովհետև այնտեղ էլ բայց չի լռությունը չէ։ Լավ որն է աղմուկը։ Նա, ասենք երևի քաղաքային աղմուկից հեռու, այնտեղ այնքան հարմոնիկ է, պրոստը սա վայրի բնություն է։ Ներքին ազատությունն է բացվում այդ ժամանակ։ Հետո որ սաղը սենց երաժիշտի միջավայրի համար էլի ավելի շատ կմտածեի։ Դուրս եկած էինք, հեռու էինք ամեն ինչից, ասենք ինֆորմացիա ստանում ես մենակ Աստծուց էլի։ Սենց Աստծո ստեղծագործությունից ես ինֆորմացիա ստանում, այդ բնությունն էլ որ սենց քեզ որևէ ուրիշ տեղ չեր տանում, այսինքն քեզ չեր տանում դու մտածես կոմունալների մասին, մտածես ինչ որ ասած հայկի այն ժամանակ էլ էր ասում, զգում ես որ ստեղ ոչ սվետաֆոր կա, ոչ տաքսի կա, ոչ ինչ որ բան չկա քո վրա ազդող։ Վայրի ձիեր են բան կամ ոչ մի բան չկա խանգարող, որ դու սենց ինքնաարտահայտվես, ու հետո սկսում է մի հատ process, որ դու քո ներսից սենց սկսում ես փորել հանել են լավ բաները ու սկսում ես հանել։ Ես այդտեղ շատ կոնկրետ իմ պարագայում որ ասեմ, այդպես իհարկե հայկի գլխավորությամբ ես լիքը ծանոթացա տեխնիկային, ինչ բան է տեխնիկան, ինչ բան է միկրոֆոնը, ինչ բան է առհասարակ այդ սաունդին վերաբերող տեխնիկան։ Հետո սկսեցի այդտեղ փորձարկումներ անել, ինչ որ ձայնով ստանալ նույն տեխնիկը, սաները տարբեր բաներ, որոնք որ հիմա օգտագործում եմ, օրինակ, չգիտեմ, էլեկտրոնային երաժշտության մեջ, որը որ բավականին լուրջ արձագանք է ստացել, որի հիմքում ընկած է հենց այդ տեղում ազատ հանգիստ փորձելու, արտահայտվելու, sense գտնելու, նոր բան գտնելու, նոր sense ինչ որ բաներ անելու, դրանից sense հաճույք ստանալու արդյունքում էլի։ Որովհետև մենք էլ ենք մեր հանած ձայները զարմանում ուրախանում ու տենց սկսում ենք ինչ որ բաներ անել։ Չգիտեմ, տարածքը չեմ հիշի, նշեցինք թե չէ, այդ տարածքը գտնվիր գը Սյունիքի մարզում Խոստուպի դիմացի լանջի վրա։ Փսխու խուտ վայ, ադոր մասնակցը Հայկոն է որ կեդի ինչ անուն ունի։ Ու պատասխանը այդ պայստի կներես հենց Խոստուպի գագաթ բարձրանալներ էլի ինչ որ էս ամեն ինչի Ես հասկանում 100% ինտենսիվության ինձ թվա ամեն հայ մարդ գոնե մի անգամ արժե տեսնի այդ միանշանակ ու ապրի այդ լուսաբաց այդ այնտեղ կնել միանշանակ Սևադներ պատմես մի հատ հետաքրքիր բան հիշեցի այդ ժամանակներից
Ուրեմն ինձ շատ հետաքրքիր էր թե օրինակ այս մարդուն օրինակ ես 3 հատ պարզ գործիքը կուտաս կոմպյուտերային աշխարհում, տեխնիկայի աշխարհում ու քաշվիսկը կողքին է, այսինքն ինչ կինե, որտեղ ինքը սկսե իրեն բացահայտել։ Որտեղ ես կողքից պես ուսումնասիրեի ջոգեի կուրսը, ես կյանքում օրինակ ֆանտազիաս չէր բանան էլի, այդքան չէր տարբերցանեմ սաները, վարեն ինչ որ սիգարետի պաշկի չգիտեմ ինչ անցնեմ, սպես սկսեմ մեջը երկել, վարեն չայնիկ տանեմ, ու դիք ինչ որպես կդառնեմ ասես սինտիզ են, որ նոր սենք 100 սինտեզատոր խառնել իրար կրնատպես ցեն չելնի, էլի։ Ու ինքը շատ հետաքրքիր փորձ էր այդ շրջաններում էլի։ Չէ, շատ ուժեղ էր։ Բոլորս մեր բնությունն ու հետաքրքիր մտածելու ուղղություն ունենք, էլի, սա ըստ տարբեր են, դեռ ամենասիրունությունն է։ Միասին լսում էինք, միասին նվագում էինք։ Այդ ամենալավ բանն է։ Հետո գիտեք բաներ կա էլի։ Երաժիշտները այդպես խասյատ չունեն իրար հետ շատ մնալու, բայց այդ երբ որ դու քո ներսում հաղթահարում ես այդ այն բանը, որ դու այս աշխարհում մենակ չես, սա փոխվում է էլի կյանքը, սկսում ես կողքինի արածով ավելի շատ ուրախանալ, քան ինքդ որ անում ես, որովհետև ասենք այդ ժամանակ sense նույն Արմենի Փանոսը միջև հիմա լսում եմ ինձ այդ գործը sense կարող է դիքշ դեսեք Google Drive-ից վրա ունին պայած չունեմ դիարաբարագել հենց ինձ ձայնագրած էլ ես sense փոքր դոկումենտալ էի նկարել մեկ-մեկ դնում նայում եմ որովհետև շատ երաժշտական չէ շատ մարդկային էր ամեն ինչ Այ դրա մասին սպասում էի որ գիտեի որ տրամաբանությունը կբերի դրան ես քանի որ երաժիշտների քանի որ երգչախմբում այնտեղ բոլորը իրար հետ են աշխատում ու նույն գաղափարի համար են աշխատում ինչքան էլ տարբեր են երբ որ իրանք մեկը մյուսով վարակվում են ու մեկը մյուսին լսելով ու մեկը մյուսին տրամաբանությունը հա իրար լսելով իրարից ողջորվելով աշխատելու դեպքում այս իմ մասնագիտական ասոտ երգչախումբը ու այդ անսամբլային մտածողությունը բայց ես վստահ եմ երբեմն տեսնելով էլ Սևադին իր ընկերների հետ որ այս ամենը միայն ողջորում է ու միայն քեզ օգնում է որ դու դիմացինի հույզերով բացահայտես քո ներքինը ու երբ որ ես ղեկավարում եմ երբեմն դե ստեղծագործության մեկնաբանությունները դրանք իմն են իհարկե ես էլ եմ ազդվել ժամանակին իմ դասախոսներից ում որ լսել եմ բայց այդ մեկնաբանությունները շատ սպეციფიկ իմն են կարծում եմ ու ամենամեծ գնահատանքն է երբ որ դու ինչ որ հույզերի մասին մի բան բացատրում ես ու դու հասկանում ես որ մարդկանց դա իրենցը չէր, իրենք տենց չէին մտածել, այդ հույզերը չէին ապրել, բայց դա իրենց ողջևորում է ու համոզում է։ Ու այդ պարագայում երբ որ իրանք էլ միանում են քեզ ու համաձայնվում են այդ կերպով աշխատել, այդ մի հատ լրիվ ուրիշ եւ քեզ եւ իրենց մի հատ ուրիշ եզերք է տանում։ Ու այ հենց այդ ամենաֆանտաստիկն է, երբ որ մյուսի զգացածով դու կարողանում ես քո մեջինը բացել։ Այ այդ շատ իրականում բոլորս տարբեր ժանրերի տարբեր sense ուղղությունների վրա ենք, բայց հենց այդ երաժիշտ լինելը արդեն ինքը sense մի հատ մեծ կապող բան է, որ շատ sense մոտիկացնի մարդուն։ Հետո պետքա ազատ լինես, ներսդ բաց լինի, միջև չբացես այդ ներսդ, հաստատ նոր բան չի լծվի մեջ։ Հետո ինչի՞ս է պետք գնամ ուրիշ տեղեր փնտրեմ, եթե իմ դիմացի մարդը արդեն ինձ տալիս է դա։ Որտեվ մենք խասյատ ունենք, չէ՞, գնանք ինչ-որ Ամերիկայից մի հատ թույն ռոքեր ճարենք, իրան բեսամ սիրենք, բայց մեր կողքի կանգնած լավ նվագող, ռոք լավ նվագող մարդուն ասենք ինչի ախպեր մի քիչ ինչ-որ այս ֆրազները դուրս չի գալիս։ Այդ խնդիրը կա Հայաստանում կոնկրետ։ Մեր մոտ օրը ես շատ եմ նկատում ախպեր, ինչ որ չեն կարող էլի տենց լավ բացվեն ու ընդունեն սիրեն։ Չգիտեմ պատճառը ինչն է, բայց կա խոսքնորկա իմ տարբերից քիչ էր հարևանցի ավտոարավադոր տարօրինակը հայերեն է։
Գերմաներենից չեն թարգմանես։ Վախենում են ինձ թվում, ուղղակի վախենալու է։ Չգիտեն ինչ կլինի։ Թվում է կոմպլեքսներ կան, որ գալիս է շատ հեռվից, հա, մինչև հələ երաժիշտ դառնալը այդ կոմպլեքսները կան։ Սոցիալից է։ Հա։ Բայց իրենք հաղթահարելի են։ Խանգարում է։ Նրանք ուղղակի վախեր են, որոնք ցանկության դեպքում հաղթահարելի են։ Ստատ։ Չխանգարի շատ։ Դից վտանգավոր չի կյանքի համար։ Բայց չխանգարի, որ ավելի լավ, ավելի, որովհետև երբ որ դու ազատ ես, հանգիստ ես, ընդունում ես ու գնահատում ես, ստեղծագործելուց էլ ավելի ազատ ես լինում, ավելի հանգիստ ես լինում, ավելի, չգիտեմ, ինչ-որ բան չի լինում քեզ խանգարող։ Այդ հաստատ տենց է, իսկ մարդիկ կան մի քիչ ոնց որ ուրիշների համար ստեղծագործ են։ Այսինքն ուրիշներին ցույց տալու համար։ Իսկ այդ լավ տեղ չի տանում էլի։ Դա քիչ ուրիշ բան է էլի արդեն, հա։ Մրցակցային ինչ որ բան է դառնում։ Բայց դե եթե այս ոլորտում էլ մրցույթ լինի, այնա կգնանք վազող կդառնա։ Դե սպորտ է էլի արդեն, հա։ Այս ընթացքում Երևանայի գա ինչքան հրաշալի կեղնիր, սաղս այնքան ենք կազմակերպված տարվա ընթացքում մեր էնելիքները առաջ գցենք, իմանանք ենք տարվա մեջ, մի հատ այդպես ամիս կա, որ այդ երաժիշտների համար ճամբարի այդ տրամաբանությունը պահենք, հələ բայց խորած ինչքան օգտակար կեղն է։ Շատ ուժեղ կլինի հաստատ։ Մեկ քիչը ավելի լայն մասշտաբով, ուտես շատ մեծ չէ։ Որ մե շրջանակը հաճե ուսած բաժիններ երաժիշտ ընկերների ներգրավի ինչքան պրոդուկտիվ կեղն է էլի իրական։ Պրոստը պետք է պատրաստվել մինչև այդ ամիսը։ Դե ոչ միայն երաշտական բանալիք թվասախ բնագավառների համար է, այդ ֆորմեն իդեալական հաստատ ֆորմա է, մասնավորապես էլի ստեղից ելնելով։ Հա, երաշտությունից խոսանք ստեղ։ Հետաքրքիր կլիներ, չէ՞, որ լիներ տենց մի հատ գյուղակ, ասենք նույն այնտեղ որտեղ որ մենք եղել ենք, պատկերացրեք այդ տները ամեն մեկը ինչ որ մեկը լիներ նկարչության, մեկը քանդակագործության, մեկը երաժշտության, մեկը ուսած տարբեր ու տենց ինչ որ մի ամիս բոլոր ուսանողները կամ ցանկացողները, ովքեր որ արդեն լրացրել են այդտեղ, որ հաստատ կարան գան, այսինքն դենց էլ չլինի էլի, որ սաղ կան դառնա վերջի համերգի։ Մի հատ պահ է կա էլի, բարդալից չէ այդպես մենակ երաժիշտներով հավաքված, որտեղ օրինակ ես մի հատ փուլում ինչ որ հասկացա, որ չեմ ուզեի ինչ որ երաժիշտների հետ շփվում։ Լուրջ խոսքի ինձ հետաքրքիր է, տեսենք այս մատոր քանդողը, որ բերես տանես կը միկրոֆոնի ու դաշնամուրի կողքը ինչ կրնային այդտեղ մտածեն, ինչ իրանք հետաքրքիր է։ Այդ որպես խորացել է իր թե սիրեք լարից էս մեկ նոր ցենտն պագաս լարենք ինչ կիրնի դա գիտի համար ինչ է խոսքիս են կրնա вообще իմաստությունից են այդ թեմայից խորանալ, թե կարող ենք այնպես խորանալ, որ դու մի տեսանկյուն տեսնես, որը ինքը չի տեսել։ Այդ էլ է հետաքրքիր էլի։ Հայկս ուղղակի որ 12 ամիս աղ դրա մեջ ես լինում ուզում ես մի հատ էլ երաժիշտների հետ է տամ չէ անկեղծ իմ մոտս մի հատ փուլ եղել է ինձ հետաքրքրել է չէ երաժիշտների հետ շփվել ու բայց իրանց բերել իմ աշխարհ տեսնել իրան ինչ է հետաքրքիր էլի մեր ժամանակը նյութերի վրա աշխատեի կադրի համար երաժշտություն պետք է գրվի էլի անունը տանենք տեսարանի sound track գրեի դետեղ սիստեման սպես կաշխատի իմ դեպքում ինչ որ կաշխատիր կադրը գնայես տագը երաժշտությունը կսկսես նվագել գարել այդ ամեն ինչը ռեկ կերտա դե ինչ օրինակ կարող է բացես YouTube-ով թերթես ինչ որ տարբեր մյուզիկներ նույն ձևի դաշնամուրնոր տարած է ուրիշ YouTube է էլի պես կգնից չոքես այ այս մեղեդին բռնեց կամ այ այս ակորդի գույնը գնաց խոսքի այս ծառի հետ մեծ էքսպերիմենտ էլեցի այդ տարածքում այդ փայդահատ տեղակար եկել էր Սի դավը արի հետս գործ կայանել ոնց ինձ օգնես։ Ես իրան կերտայի մեկ-մեկ ծիում բռնելուց կօգնեի։ Սի արինձի օգնելու գործ կա, դի բանն ես էլի, օգնես մի հատ։ Կսեմ ամի նայ, ես տարբեր բաներ նվագեմ գա, դու մի հատ լանձիսա որ կդորը վերցնենք տանենք այս ծառի նագարի տագը։ Ըստ թերթեմ, ախպեր էս մեկն է, բերտիր։ Պատիկ դարեցի։ Կսեմ ամի նայ, ես մեկ նոր տարինք տանենք կը մյուս շերդը։ Դե հին ցայնագարածը կանջադեմ մյուս շերդը կտանեմ ու ինչ որ
օգտագործել բառը կուզեմ չէ, հա, օգտագործելով իր ներաշխարը, թե ինքը ինչ այդ կռեզոնացվի։ Դուք մի 5-6 շերտ ձայնագրեցի, վերջում սի հիմա իրար հետ ֆիլտրելու ենք, հասկանանք թե 6 շերտից քանի հատ կմնա։ Ու իրականում մեծ մեծ հետաքրքիր ուղղություն գնաց, մեծ մեծ հետաքրքիր բան բացահայտա, որ ճոգես, ասենք այս մարտը իրան ռեզոնացված կզգտարա հետ ու ստացվածն է այն էր, որը դու մենակ հաստատ այդտեղ այդ ճամփով չէի դեր տա, էլի։ Այո։ Ոչ ինչ որ հետաքրքիր experience էր։ Շատ օգտակար է вообще, հա, այդպես մուլտիմեդիա գործունեություններ էլի իրարից ոգեշնչվել։ հաստատ։ Ու ես օրոդի գնդիկ թվա մի հատ նոր փուլ է մոդել էլի, ասենք շատ տարածված է պարողները, երաժիշտների հետ, նկարիչները, գիտեմ, կինոյի հետ կամ սա շատ խառնված է իրար ու այդտեղից մարդիկ իրոք սնուցվին գնձի էլ է հետաքրքիր։ Արվեստը բժշկության հետ թերապիան։ Մի ժամանակ ինչ որ համասարներն էլ չէ կապած իրար թատերական գեղարվեստ կոնս, բանտենց ինչ որ շրջան եղել է որ միասին էին։ Եկարնա շենքը լենագանի պես իրեք հարգեր ինչ որ թատերական բան, բայց այդ ինչ որ շենքային թեմաները, այս նորվա խոսածածից մի հատ հետաքրքիր բան հիշեցի, իմ առաջի քայլերը անունը տնենք, երբ որ բացահայտեի մուլտիմեդիա կամ բերան տնենք վիդեո աշխարհ կամ վիդեոն է չնջենք պրոստը լսես կը արդակին միջավայրը եւ երաժշտությունը, դե երաժշտության մեջ մեր բոլորի խնդիրն է այդպես չգիտեմ տեմպը, ռիթմը, փայենք ճիշտ պես վայ դու ռիթմից ենգար դու ռիթմից ելար եւ այլն։ Մեկ չոգես որ օրինակ մի տեսարան է, պես կռանտ է նա գարած ու կատակը կամ տերևի վրա անձրևը կկատա ու դու ինչ որ կուզես այդ կատիլը վերցնելով որպես պուլս իրար մի թեմա տնես։ Որ մեկը չոգես որ բանության մեջ ամեն ինչ այդպես իդեալական չէ։ Մենք պատկերացնենք որ հասիկ գծած քառակուսի խոսքի չգիտեմ կերտը 130 BPM-ով 160 րոպեում։ Բայց այդ ժամանակ որ սկսես ուսումնասիրել ու արդակին աշխարհի վրա ձայնային ուղղությունով խորանաս մեկի չոգես որ եւ կա ռիթմեր եւ կա թվացող ռիթմեր որ իրանք հավասար է։ Հա ու միտքս ընկավ բանի այրարադի շենքի մեջ նորեն ոչկեք նոր տարած էին նարեկը պատմերքը քսեր անձրևը կուկար կատիլները բան կերիշը կատար գտակը ոչկեք էին դարը նարեկը արմենենց պարաբանշիգը պատմերքը քսեր կելնեի նստած լսեի գտե խոսքի այդ ինչ որ պոլիրիթմիաներ կեներ անձրևը որը կնա դուպես նստեի 100 ժամ այդ պատկերը չստանայի էլի ու իտոգում այդ տակը գից քաշենք գծենք մենք լիքը բանությունից բան ունենք սորվելու էլի դատից կուկասախ մենք էլ ենք այդտեղից Հենց մի անգամ Ռոսինի նվագելուց ա լինում մի հատ ծիտիկ ա մտնում այդ համերգա սրա դոնց մի անգամից կանգնեցնում ա էլի երաժշտությունը սաղ նայում են այս ծիտիկին այս ծիտիկը այդպես ձեներ ա հանում բանան մեկ էս ասում այդ նույն տեղով դուրս ա գալիս պատուհանով սաղ սպասում են տենան էս Ռոսինին ինչ ա ասելու էլի կանում ա ասում ա երբ որ ասում ա նվագում են ուսուցիչները ասում ա աշակերտները պետք է լռան տենց բնության ու բնականից եկող կապի մասին էլի իրա դե իսկ բանը էլ բնությունից է եկել էլի տեսենք առաջի հարվածայինները բան մարդիկ փորձել են վերադադրեն այն ինչ որ իրանք լսեն ահա որ թեմայի վրա եմ խորացել մի քիչ բարդ թեմա է բայց տենց էլ որ խորանում եմ թե սրինգը առհասարակ էս փողայինի այդ սրինգը ոնց է հայտնվել եկեղեցում էլի ոնց է դարձել ինքն է դարձել երգեհոն էլի չգիտեմ մեծ լարերով գործիք չի հայտնվել սա տոն ոնց երգեհոնն է դառել երգեհոն սենց խորացել ասում ես մի հատ կետի ամենաառաջին բանը այն որ մարդ չի ստեղծել այդ այսինքն քամին խփել է եղեգը կոտրվել է այդ եղեգի մեջ այդ քամին խփել է արդեն եղել է այսինքն մարդը չի էլի սարքել այդ ձենը մարդը լսել է ու սկսել է իրան տեմպերացնել հետո այդ գործիքը ամենապարզ ու ոնց որ սենց կրոնական թեմայի մեջ էլ հովիվի ձեռքում է ու բոլոր կրոնների մեջ այդ սրինգով
հովիվը կա։ Այսինքն գրեթե բոլոր կրողների մեջ այդ սրինգով բանը կան, նույնիսկ պաններ սրինգով, էլի, որ չգիտեմ, կոտոշներով կճղակավոր հենց տեղից էլ այդ սրինգանունն է եկել։ Այդ պանը ցած գնացել է այդ հավերժահարսի հետևից, գնացել է որ բռնի այդ հավերժահարսին զրկի հավերժահարս լինելուց։ Սենց գնում է, այս հավերժահարսն է փախնում, ասես փախնում է, այս պանը գնում է հետևից, սենց ձեռը քսում է որ բռնի, այս սրինգը սենց կռանում է ջրին, սենց Պասեյդոնին ասում է, խնդրում եմ էլի ինձ փրկի, ես չեմ ուզում այս հավերժահարսի աստվածությունից ընկնեմ, էլի ես անասուն եմ ուզում է այդպես բռնի ինձ։ Այդտենց հենց այդ բռնելու բանին սարքում է եղեք։ Բանը Պասեյդոնը սրինգին սարքում է եղեք ու բանը սս բռնում է, սս տենում է եղեգա բան, այդպես ասում է ինչ անեմ, սս կտրտում է սարքում է այդ բանի սրինգեն։ Այդ որ նվագում է կոչվում է բանի սրինգ։ Նախապատմություններ են, պանֆլեյտաները։ Բանի ֆլյուտն է։